Դու քո աշխատանքի վայրում էլ, քո ընկերական շրջապատում էլ ունես, չէ, նենց մարդիկ, նենց տղամարդիկ, ում հետ որ շփվում ես։ Ես այսքան ժամանակ անիմաստ խանդի տեսարաններ սարքել եմ։ Չէ, որովհետև ես քեզ առիթ չեմ տվել, եւ երկրորդը ես իմ գործընկերների հետ երբեք գործուղման չեմ մնում։ Հələ ինչ ես առաջարկում, մի հատ ասա հասկանամ։ Գործուղումից հրաժարվեմ, թե աշխատանքից դուրս գամ, կամ նստեմ այստեղ։ Չէ, ես ուզում եմ, որ դու ինձ հետ անկեղծ լինես։ Կներես, Լինա ջան, բայց ես սրանից ավել էլ չգիտեմ ոնց են անկեղծ լինում։ Իսկ եթե անկեղծ ես, ինչու ես միշտ խոսքը փոխում, եթե վերաբերում է Մերիին։ Որովհետև այս վերջին մի քանի օրերի ընթացքում մեր տանը Մերիից բացի ուրիշ թեմա չկա խոսալու։ Լինա ջան, ավելի լավ է այս խոսակցությանը վերջ տանք, հա։ Ես քեզ նորից եմ ասում, այդ հիմար մտքերը ուղեղիցդ հանում։ Դու այնքան ես անելու, որ այսինքն այնքան ես արել, որ արդեն ես սկսում եմ մտածել, կարող է մեր մեջ ինչ-որ բան եղել է։ Մի արա տենց, Լինա։ Մեր մեջ իրոք ոչ մի բան չկա։ Պարզ է։ Որ ես գնում։ Լինա, զզվում եմ արդեն քո անիմաստ խանդի տեսարաններից, Լինա։ Նույն օրը երեկոյան Ռոմանն ու Մերին մեկնում են գործուղման։ Լինա, Լին դու ես։ Մաքսիմ Մխիթարյան, 34 տարեկան, մասնագիտությամբ երաժիշտ է, ամուսնացած չէ, Լինայի նախկին ընկերն է։ Այս հետաքրքիր, այսօր գիտես, առավոտյան արթնացա, անընդհատ մտքովս դու էիր անցնում։ Ասկերից չեմ հավատում, ինչ ես անում այս կողմերում։ Դե ինչպես տեսնում ես, զբոսնում եմ։ Իսկ դու ինչ ես անում, ինչու ես մենակ։ Դե ես ամուսինս քաղաքում չի, ես ձանձրացա տանը մենակ նստելուց որոշեցի զբոսնեմ։ Իսկ դու երբ ես վերադարձել։ Մի ամիս է արդեն, ինչ ան։ Եվ ինչքան ժամանակով։ Ընդմիշտ, Լինա ջան։ Երաժշտական դպրոցի տնօրեն են նշանակել, եւ ես որոշեցի մնալ այստեղ։ Այստեղ ինձ լավ եմ զգում։ Կեցես։ Կատարեցի խոստումը։ Քո մոտ ինչ նորություններ կան։ Ոչ մի, ինձ մոտ ամեն ինչ նույնն է։ Լինա ջան, եթե իհարկե ժամանակ ունես, եթե դեմ չես, ալի մի քիչ զբոսնենք, քեզ գիտես ինչքան բան ունեմ պատմելու։ Լավ։ Լավ։ Ալո։ Մերի դու որտեղ ես։ Դե կա համարում չէ ինչ։ Դե հա, հյուրանոցի բարում եմ։ Դրանք այնքան հոգնածրին ինձ իրանց հարցերով, որոշեցի մի քիչ լիցքաթափվեմ։ Դեմ չես լինի, եթե միանամ քեզ։ Չէ, ճիշտ հակառակը։ Դե դեպքում քո ճաշակով մի բան պատվիրի խմելու հիմա գալիս։ Լավ։
Ինչի ես նայում ինձ։ Բարոտ էի քեզ։ Գիտես, մեր բաժանումից հետո մինչև այսօր ես անընդհատ հիշում էի քեզ, կարոտում էի։ Լավ օրեր էին։ Ու ինչն է հետաքրքիր, ամեն անգամ երբ ինչ-որ աղջկա հետ հանդիպում էի, փորձում էի քեզ նմանացնել, ինչ-որ նման բան էի փնտրում։ Իսկ դու ինձ հիշում էի։ Շատ հաճախ։ Մենք ինքան գեղեցիկ պահեր ենք ունեցել միասին։ Դրանք անհնար է մոռանալ։ Լինա, գիտես ինձ ինչն է հետաքրքիր։ Ինչի չամուսնացար ինձ հետ։ Դու վերապատրաստման հիանալի առաջարկ էիր ստացել։ Դա այն ժամանակահատվածներ, երբ որ մայրս ծանր հիվանդ էր։ Ես որոշեցի Դրա համար ինձ խաբեցիր, հա։ Խաբեցիր, որ հիասթափվել ես։ Ինչի մի անգամից չասեցիր ճշմարտությունը։ Որովհետև ես մտածում էի, որ դու առանց ինձ ոչ մի տեղ էլ չես գնա։ Ես մտածեցի, որ ճիշտ է այդպես կլինի։ Դու մի մտածի, որ ես չեմ սիրում իմ ամուսնուն, ես երջանիկ եմ, իմ ամուսինը շատ հոգատար եւ սիրող անձնավորություն է։ Հա, աչքերից տերևում է, որ երջանիկ ես։ Ինձ թվում է, դու ամուսնացել ես, որ մենակ չմնաս, ու ինձ մոռանաս, մենակ դրա համար։ Էլի ստեղծագործում ես, հա, երաժշտություններ ես գրում։ Խուսափում ես հա թեմայից։ Մաքս, ես քեզ խնդրում եմ։ Լավ, չես ուզում չեմ խոսում։ Հա, ստեղծագործում եմ, երաժշտություններ եմ գրում։ Ունեմ մի քանի երաժշտություն որ գրած, բայց դեռ ոչ մեկի ցույց չեմ տվել։ Իդեպ ասեմ, որ մեկը քեզ անելու։ Շատ կուզեմ լսել։ Կլսես, անպայման կլսես։ Չէի պատկերացնում, որ դու նկատած կլինես մեր ընդհանուր գոլեգա Զարայի նախանձային հանդեպ։ Այդ այնքան ակնհայտ է, որ ուղղակի հնարավոր չի չնկատել։ Սարուխանյանը, որ քեզ գովում էր, հիշում ես։ Սարան ուղղակի կապտել էր նստած տեղը։ Տանել չեմ կարողանում նախանձող մարդկանց։ Ժան-Բատիստ Մոլյերն ասել է. նախանձող մարդիկ մահանում են, իսկ նախանձը երբեք։ Խելոք տիպն է եղել Մոլյերն ինչը։ Ոյ։ Չփոթ բան եղավ։ Մի րոպե։ Ոյ, չէ, սա այսպես չի անցնի։ Գիտես ինչ, արի բարձրանանք իմ համար, ես լվանամ արագ կտամ քեզ։ Շատ երախտապարտ կլինի։ Դե կարող ենք հենց հիմա էլ գնալ։ Լավ, այդ դեպքում ես հաշիվը փակեմ ու բարձրանանք։ Իսկ ինչ ասեմ բարձրացնեն համար։ Ինչ ուզում ես։ Լավ։ Մաքս, արդեն ուշը լավ կլինի, որ գնամ։ Ին, ամուսին հետ քաղաքում չի, արի մի քիչ էլ մնանք։ Չէ, ես ուզում եմ գնամ տուն։ Լավ, եթե տենց ես ուզում, գնանք, ես կսկվեկցնեմ։ Չէ, կարիք չկա, ես ինքս տաքսի կվերցնեմ ու կգնամ։ Լինա ջան, խնդրում եմ, մի մերժի ինձ, ես կուղեկցեմ քեզ, ուզում եմ մի քիչ էլ հետդ շփվում։ Լավ։ Հանի, արագ հանի, քանի լրիվ չի ներծծվել։
կնոջը տայր զանգ։ Չէ, հեռախոսից ձայնն անջատած էր, նայում էի, տեսնեի որ զանգող չկա։ Եվ չկար։ Չէ, չկար։ Կպարես իմ հետ։ Բարեմ, բայց ես ինչ-որ երաժշտության ձայն չեմ լսում։ Դե երաժշտությամբ բոլորն էլ կպարեն։ Առանց երաժշտության չի։